Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2 օր։ Մոսկվա այցի առաջին օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հանդիպման վայրը Ռուսաստանի Դաշնության վարչապետի Գորկի նստավայրն է։ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցերը։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել համագործակցության խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես կավելանա առևտրաշրջանառությունն ու ներդրումների ծավալը, ինչն էլ կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի եւ նոր նախագծերի իրականացումը։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 6-ի առավոտյան Պետդումայում աշխատանքային նախաճաշ կունենա Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։ Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին։ Ռուսաստանի, Հայաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության համատեղ նախագծերը։ Օրակարգում է նաեւ ԵԱՏՄ-ի Ղրղզստանի անդամակցության հարցը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։